Շնորհակալություն, 10 տարի է ես Երևանի ավականու անդամ եմ, այս տարիներին ավելի շատ եմ սիրել Երևանը, որովհետև ամեն օր տեսել եմ երևանցիների հոգսերը, պայքարը, արժանապատիվ ապրելու ցանկությունը, տեսել եմ մարդկանց, ովքեր հազարավոր դժվարությունների մեջ չեն դադարել սիրել իրենց քաղաքը, երկիրը։ Ամենայն հավանականությամբ սա վերջին անգամ է, որ այս դահլիճում որպես ավականու անդամ եմ խոսելու, բայց ուզում եմ ասել, որ քաղաքապետարանից դեպի ազգային ժողով գնալուց, սիրելի երևանցիներ, ես ձեր բոլոր հոգսերը ինձ հետ տանելու եմ։ Ու այսօր ուզում եմ խոսել ոչ միայն Երևանից, այլ Հայաստանի ապագայի մասին։ Այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն լինելու։ Սա ընտրություն ունենալու ենք անկախ պետություն, թե հերթական անգամ փորձելու ենք մեր երկիրը դարձնել ուրիշի ձեռքում կառավարվող գուբերնիա։ Վազգեն Սարգսյանն ասում էր, անկախությունը բացարձակ արժեք է, եւ հիմա այդ արժեքը պահելու պատասխանատվությունը մեր վրա է։ Այսօր դուք ունեք շատ պարզ ընտրություն։ Ընտրել օրինակ Թևանյան Անդոներին, որոնք այս դահլիճում իրանց խմբակցությունը անգամ հավասար բաժանեցին Քոչարյանի ու Ծառուկյանի միջև, բայց իրականում բոլորն էլ նույն համակարգն են, նույն մտածողությունը, նույն կախվածությունը։ Ու հիմա էլ փորձում են մարդկանց հերթական անգամ ուժեղ տղու պատմություններ վաճառել։ Իդեպ Քոչարյանն էլ էր ժամանակին միակ տղամարդ խաղում, տեսանք իր վերջը։ Տեսանք ինչ ստացավ Հայաստանը այդ ուժեղ տղերքից, թալան, վախ, կախվածություն, կործանված ճակատագրեր։ Ու հիմա նորից փորձում են Հայաստանը դարձնել Ռուսաստանից ուղարկված օլիգարխների կառավարվող երկիր, բայց Հայաստանի ղեկավարներին ընտրելու է Հայաստանի ժողովուրդը, ոչ թե Կրեմլը, որը փորձում է մեր վզին փաթաթել իր հերթական Ռոբա Քոչարյանական, Անդոյա Թևանյանական, Տաշիրական, ռուսահպատակ քաղաքական խառը հավաքածուն։ Քվեախցիկում դուք պարզապես կուսակցություն չեք ընտրելու, սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, դուք որոշելու եք կողմ եք նրանց, ովքեր հոկտեմբերի 27-ը սուրբ ակտ էին համարում, թե նրանց ուղարկելու եք ռուսական Սուզանավի ուղղությամբ։ Սա պարզապես ընտրություն չէ, սա պատասխան է մեր պատմությանը ու պատասխանատվություն մեր ապագայի առջև։ Ես վստահ եմ մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն է անելու, ընտրելու անկախությունը, արժանապատվությունը, սեփական պետությունը եւ այս դահլիճում գտնվողների նաեւ կուսակցություններին ուղարկելու է գրողի ծոցը, որովհետեւ այս երկիրը Կրեմլի նախագիծ չէ, այս երկիրը մեր տունն է ու Հայաստանը երբեք չի դառնալու ոչ մեկի գուբերնիան։ Այս ամենը սկսվում է մի պարզ ընտրությունից, այսօր, հիմա, դե ուրեմն գնում ենք ընտրության ու գրողի ծոցն ենք ուղարկում սրանց կուսակցություններին, շնորհակալություն։ Պարոն Սուքասյան